Այսօր ուզում եմ նայել ինչ է մեզ սպասվում մայիսին, այսպես նախնական տպավորություններ զոդիակի բոլոր նշանների համար։ Առաջինը գնանք խոյերի համար։ Ինչ է սպասվում խոյերին մայիս ամսվա ընթացքում։ Տեսնենք ընդհանուր տրամադրությունը եւ 4 թեմաներ կարտերը թող առաջարկեն, ինչ թեմաների շուրջ կարևոր իրադարձություններ կլինեն կամ ինչ թեմաներ կլինեն կարևոր խոյերի համար մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր թեման շատ կտրուկ, շատ արագ, շատ այսպես հանկարծակի, անսպասելի, ինչ որ ինձ թվում է շտապողականություն կլինի, որտեղ սա ընդհանուր տրամադրությունն է, այդպես կտրող տրամադրություն չի կարող լինել, բայց խոյերը բավականին նաև ագրեսիվ են, իրենց ռեակցիան չէ, ինչ որ մի բան տեղի ունենում, հատկապես ես շատ խոյ ընկերներ ունեմ, շատ ունեմ, դա նշանակում է, որ լավն են խոյերը, որտեղ ես ամեն մարդու հետ ընկերություն չեմ անի, ուղղակի շատ այսպես կտրուկ են իրենք, որտեղ նաև շատ խիզախ ու համարձակ են, դա միշտ չէ, որ կարող է լինել դրական, բայց կարող է լինել նաև դրական որոշում կայացնել, ներողություն, կտրուկ որոշում կայացնել, ինչ որ դրա անհրաժեշտությունը կլինի, եկեք լրացուցիչ կարտեր հանենք, տեսնենք ինչն է այսպես կտրուկ խոյերի համար։ Ինչն է այսպես կտրուկ խոյերի համար։ Ինչն է այդպես կտրուկ խոյերի համար։ Տարբեր հարցեր եմ տեսնում այստեղ, ճիշտն ասած։ Դե ես մյուս կարտերը կնայեմ եւ կճշտեմ կոնկրետ ինչի մասին է խոսքը, մյուս կարևոր հարցերը։ Այստեղ տեսնում եմ 10 պենտակլի, տեսնում եմ 8 բաժակների եւ տեսնում եմ քրմոհու կարտը։ Այստեղ կարող է լինել ֆինանսների հետ կապված հարցեր, որ կտրուկ պետք է որոշում կայացնել, շատ կտրուկ, չեմ կարող ասել բնականաբար ինչ որոշում, բայց ֆինանսների հետ կապված կարող է լինել հարցեր, չեմ ասում պրոբլեմներ, չեմ ասում խնդիրներ, այլ հարցեր, որ անհրաժեշտ կլինի շատ արագ եւ կտրուկ որոշում կայացնել։ Նաեւ կլինի երևի ճանապարհի հետ կապված։ Այո, երևի թե նաև կլինի ճանապարհի հետ կապված, որովհետև տեսնում եք, մարդը թողնում եւ հեռանում է։ Այսինքն կարող է լինել նաև ճանապարհի հետ ինչ որ կապված կտրուկ որոշումներ։ Նորից էլի վիզա ստացաք, բավականին երկար սպասել էիք, դուք այժմ տրամադրված չեք կամ ժամկետն է անցնում եւ դուք շտապ պետք է որոշեք, գնում եք, չեք գնում, ուր եք գնում։ Հնարավոր է ֆինանսի հետ, ճանապարհի հետ կապված։ Իսկ այստեղ տեսնում եմ քրմուհին Գիտեք, այստեղ ճանապարհը ինչ որ մի բանից կարող է լինի նաև նեղվել եք, ինչ որ մի բանից կամ ինչ որ մեկից ուզում եք հեռանալ։ Քրմուհին ասում է մի քիչ ավելի զգուշ եղեք, ավելի երկար մտածեք, տեսեք, այստեղ ասում է խոյերին իմ փորձից, ինչքանով որ ես խոյերին գիտեմ, շատ լավ ընկերներ են խոյերը, շատ լավ, բայց կտրուկ կարող եք որոշում կայացնել եւ այստեղ խորհուրդն է մի շտապեք, ավելի երկար մտածեք, դա կարող է լինել ֆինանսի հետ հրաժարվում եք ինչ-որ գործարքից, թողնում հեռանում եք, որովհետև ձեզ թվում է, դուք պատկերացնում եք, որ շատ դժվար է լինելու, դուք չեք կարողանա անել կամ վտանգ կա, կարտի խորհուրդն է կտրուկ որոշումներ մի կայացրեք, ընդ որում ես կասեի կտրուկ ոչ դրական, ոչ բացասական, ոչ կտրուկ հեռացեք մտքից, գաղափարից, ոչ էլ կտրուկ որոշեք գնալ այդ ճանապարհով, այսինքն անկախ կախված նրանից, թե ձեզ ինչ են առաջարկում, ձեզ առաջարկում են նոր ինչ-որ ճանապարհ գումար վաստակելու եւ դուք այսպես իլյուզիաներով, թե ինչ մեծ գումարներ են վաստակել, խոշոր գումարների մասին է խոսքը եւ ուզենաք գնալ այդ ճանապարհը կնի շատ կտրուկ որոշում, կարտերը հուշում են մի շտապեք եւ հակառակը, եթե ասեք չէ, ես չեմ հավատում այդպիսի իլյուզիաների, դա իրական չէ, չեմ ուզում, թողնում եմ, հեռանում եմ,
դա էլ կարող է լինել սխալ, դա էլ կլինի կտրուկ որոշում։ Մի խոսքով, եթե ասեմ ավելի կոնկրետ, կտրուկ որոշումներ աշխատեք չկայացնել։ Ավելի երկար մտածեք։ Իսկ քրմուհին առասարակ խորհուրդ է տալիս ձեր ներքին ձայնին հավատացեք, բայց միևնույն ժամանակ շատ մի շտապեք, կտրուկ որոշումներ մի կայացրեք։ Դա ամսվա խորհուրդներ։ Առաջին կարգը տեսնում եմ բանալի։ Բանալի նշանակում է, որ անկախ նրանից ինչ խնդիրներ որ լինեն, դուք կգտնեք բանալին եւ կկարողանաք խնդիրները ձեզ համար լուծել։ Ոչ մի բարդություն առանձնապես չի լինի։ Եթե մարդկանց հետ սա նաեւ 8-ն է, քարպինջի, այսինքն եթե խոսակցություններ են լինում մարդկանց հետ եւ դուք պետք է որոշում կայացնեք կամ պետք է այսպես ասեմ, ճիշտ բառեր ընտրեք զրուցելի, որտեղ դա կարող է նշանակություն ունենալ, անպայման կգտնեք տարբերակ։ Անպայման ամեն ինչ հաջող կլինի այդ իմաստով։ Շփումը մարդկանց հետ, հարց լուծելու, եթե բանակցություններ եք վարում, գործարքներ եք կնքում, անպայման կգտնեք բանալին, բայց որովհետև նորից եմ ասում, ընդհանուր խորհուրդներ ամսվա մի շտապեք, ոչ մի հարցում մի շտապեք, բանակցություններ, զրույցներ, մարդկանց հետ հարցազրույցի եք գնում, ամեն տեսակ շփումը այլ մարդկանց հետ, կտրուկ որոշումներ մի կայացրեք, այսպես կտրուկ նայեք մի եղեք ոչ դրական, ոչ բացասական, այսինքն ոչ կտրուկ համաձայնվեք, այսպես արագ, ոչ էլ արագ հրաժարվեք։ Երկրորդը տեսնում եմ Լիլիաները, այսինքն անպայման ձեր կողքը նաև կլինի մարդ, որը կարող է ձեզ խորհուրդ տալ եւ օգտակար լինել։ Եթե դժվարանում եք եւ կտրուկ որոշում պետք է կայացնեք ցանկացած թեմայի շուրջ մայիս ամսվա ընթացքում, պետք չէ միայնակ որոշում կայացնել։ Առաջին խորհուրդն էլ մի շտապեք, երկրորդը անպայման խորհրդակցեք մեկի հետ։ Անպայման։ Եվ կլինի անպայման մեկը, որի հետ դու կարող եք, դա կարող է լինել, որի հետ կարող եք զրուցել, խորհուրդ հարցնել, անպայման կլինի, այսպես ասեմ, այս մեկը կարող է լինել մասնագետ, կարող է լինել ինչ-որ գործում պրոֆեսիոնալ, կարող է լինել պարզապես տարիքով եւ կյանքի փորձով ձեզնից ավելի ավագ մեկը, ձեր բարեկամների մեջ, կարող է լինել հարևան, ընկեր, ընկերուհի, տղամարդը նկարը, բայց նշանակություն չունի։ Կարող է լինի մայրը, տատդ, մորաքույրդ, հասկանում եք, ինչ-որ մեկը, որ ձեզ մտերիմ մարդ է, եւ մարդը կարող է ձեզ ուղղակի խորհուրդ տալ։ Հաջորդը տեսնում եմ այգին։ Դուք կարող եք ստակրքիր գեղեցիկ վայրեր այցելել։ Եթե օրինակ այնտեղ, եթե հիշում եք, սկզբում ասեցի ճանապարհի հետ կապված կտրուկ որոշումներ լինի, եթե որոշեք գնալ ճանապարհորդությունը ամեն դեպքում ճանապարհ ընկնել, շատ հետաքրքիր գեղեցիկ վայրերում կլինեք եւ շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնեք։ Մայիս ամսվա ընթացքում, ուր էլ որ գնաք, ում հետ էլ որ գնաք։ Եվ վերջում տեսնում եմ արև։ Վերջում տեսնում եմ արև, իսկ ես այստեղ ստվերում տեսնում եմ ծաղիկները, որը այս կարտերում, այս երկուսը լավագույն կարտերն են։ Ծաղիկները հաջողության, իսկ սա ընդհանուր արևը լույս, չգիտեմ, ամեն ինչում հաջողություն։ Տեսնենք էլ ինչ կարող են խորհուրդ տալ խոյերին, բայց ես տեսնում եմ մայիսը շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ամիս է լինելու, բայց հիմնականում կախված է լինելու ձեզնից եւ ձեր կայացրած որոշումներից, որովհետեւ կարող է այդպիսի հարցեր առաջանան եւ դուք կարող եք շատ կտրուկ որոշումներ կայացնել, իսկ եթե չշտապեք եւ մի քիչ ավելի երկար մտածեք եւ եթե անհրաժեշտություն լինի խորհրդակցեք մասնագետի կամ որևէ խելամիտ մարդու հետ, շատ իրականում շատ հաջող ամիս է ստացվում, շատ էլ կարճ եղավ խոյերի համար, բայց ոչինչ, կարևորը թող լավ լինի։ Շատ դրական։ Այո, ես նորից եմ տեսնում, ամեն դեպքում ես կարծում եմ, որ շատ, դե բոլորին չի կարող լինել խոյերի դեպքում, բայց ես այստեղ տեսնում եմ աստղ, այսինքն ինչ որ եւ տեսնում եմ մարդը ճանապարհ է գնում եւ տեսնում եմ արագության կարգը 8 ջահերի։ Կարող եմ ասել որոշ խոյերի համար մայիսին ինչ որ եթե ինչ որ վայր էիք ուզում գնալ, ինչ որ ճանապարհ էիք ուզում գնալ, չգիտեմ, ճամփորդել կոնկրետ տվյալ երկիր, տվյալ վայրն էիք ուզում այցելել, անպայման կհաջողվի, որովհետև բոլոր կարտերն այդ մասին էին ասում, արևը, ծաղիկը, հաջողության կարտը եւ այստեղ տեսա գեղեցիկ ժամանցի վայրերը, անպայման շատ հաջող կլինի կգնաք։ Եթե ինչ որ նպատակ ունեք, նոր նպատակ առաջանա եւ ուզենաք թողնել, ինչ որ անում եք հիմա թողնեք հեռանաք եւ դա կլինի, չեմ կարող ասել, աշխատանքը,
ձեզ արդեն չի գոհացնում եւ դուք ուզում եք նոր ճանապարհ, ուզում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, ինչ որ մի բան, որ նոր նպատակի համար, տեսեք, դուք այստեղ հիասթափված չեք հեռանում, հակառակը, ձեր մոտ այսպես մայիս ամսին մի տեսակ նոր էներգիա է առաջանում, նոր ցանկություններ, նոր երազանքներ աստղով եւ դուք գնում եք այդ նոր ճանապարհով։ Շատ կլինի նորից արագ, սա արագության կարտն է, հիշում եք, կտրուկ որոշումներ պետք է կայացնել։ Էլի եմ ասում, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր է, ինչ ճանապարհ կգնաք, ինչից կհեռանաք, ինչ նպատակով ուր էլ գնաք, ես կարծում եմ մայիսը խոյերի համար բավականին հաջող ամիս է լինելու, ինչը եւ սրտած իրենց կամենում են։ Այժմ նայենք ինչ է սպասվում ցուլերին մայիս ամսվա ընթացքում, ինչ հետաքրքիր պահեր կլինեն, ինչ կլինի կարևոր ցուլերի համար մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը եւ 4 կարտ տարբեր հարցերի շուրջ, ինչ կլինի կարևոր ցուլերի համար մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ խարիսխը։ Ամեն ինչ կլինի շատ կայուն։ Շատ կայուն։ Մեծ փոփոխություններ չեն լինելու։ Ինչը կարող է նշանակել եւ դրական եւ բացասական, այսինքն ինչը կարող ունենալ դրական եւ բացասական նշանակություն, այսինքն մարդիկ, որոնք սիրում են ավելի ակտիվ կյանք, մի քիչ կարող են ձանձրանալ այն իմաստով, որ ամեն ինչ շատ կայուն է, տեղից ոչինչ չի շարժվում, նրանց համար ում գործերը լավ են, ամեն ինչ նորմալ է, այդ մարդկանց համար կլինի լավ, որտեղ առանձնապես մեծ փոփոխություններ չեն լինի։ Այն մարդիկ, ովքեր կյանքում լավ չէ, նրանք կարող են տխրել, որտեղ փաստորեն էլի տեղից ոչինչ չի շարժվում, նոր հաջողություններ, նոր մեծ ձեռքբերումներ չեն լինի, դա չի նշանակում, որ ոչինչ չի լինելու, խնդրում եմ ճիշտ հասկացեք, այլ ուղղակի հիմնականում մանավանդ որ ղարի 9-ն է, շատ մեծ տեղաշարժ չի լինելու, այսպես ընդհանուր տրամադրությունը կամ գոնե համենայնպես ձեզ այդպես է թվալու։ Ես մյուս կարտերը կբացեմ կտեսնեմ, բայց ձեզ դուք այդպիսի տպավորություն եք ստանալու մայիսին, որ առանձնապես ոչինչ տեղից չի շարժվում, բայց այս քաոսային աշխարհում ես մտածում եմ մեկ-մեկ մի քիչ այդպես կայուն ապահով կյանքը այնքան էլ վատ չէ։ Ես տեսնում եմ այստեղ երեխա։ Սա կարող է նշանակել, որ կարևոր կլինի երեխաների հետ կապված հարցերը, չեմ կարող ասել ինչ կոնկրետ հարցեր երեխաների հետ կապված, բայց եթե մարդիկ կան երեխայի են սպասում երեխա ունենան, երեխա կունենան, եթե տատիկները թորների ժամանակ են անցկացնում, չգիտեմ, կամ մայիս ամիսն է վերջապես, վերջում եթե կլինի երեխաների հետ կապված, չգիտեմ, վերջի զանգ, կամ կլինի դպրոցական ինչ-որ վերջին քննություններ եւ այլն, երեխաների հետ բավականին հարցեր կլինեն այսպես ասեմ, սովորական հարցեր, տեսեք, որովհետև ամեն ինչ կայուն էր, այս դեպքում լավ է, այսինքն ոչ մի արտառոց, ոչ մի բան չի լինելու, սովորական երեխաների հետ, չգիտեմ, դպրոց, տնային աշխատանք, սպորտի խմբակներ, ինչ էլ որ լինում է երեխաները, բայց ուշադրություն բավականին ուշադրության կենտրոնում կլինեն ձեր երեխաները։ Ներողություն, ասիկեն մյուս կողմից, սա կարող է լինել ինչ որ մի նոր գաղափար, ինչ որ մի նոր բան կարող եք սկսել նաև մայիս ամսվա ընթացքում։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ, բայց քանի որ տեսնում եմ խարիսխը, այսինքն ոչինչ տեղից չի շարժվում, դու կարող եք մտածել, ինչ որ մի նոր պլաններ գծել, ինչ որ մի նոր ցանկություններ, աշխատանքի ցանկացած երևույթի հետ կապված, բայց ոչինչ առանձնապես չեք սկսելու նոր մայիսին հավանաբար, որովհետև խարիսխը ինձ ցույց է տալիս, որ առանձնապես ոչինչ տեղից չի շարժվում։ Խարիսն ինչ է, գցում են ծովը, չէ, որպեսզի նավը տեղից չշարժվի, երբ նավը կանգնած է։ Այդ դրա համար, եթե նույնիսկ մտածում եք, միգուցե դեռ սա մտածելու պրոցեսն է, բայց դեռ ոչինչ տեղից չի շարժվում, դուք առայժմ մտածում եք։ Երկրորդը տեսնում եմ գերանդին էլի կտրուկ, արագ, կարող եք ինչ-որ բանի վերաբերվել շատ կտրուկ, շատ արագ, տեսնենք սա դրական թե բացասական է։ Նո, ասում են նաև այս դեպքում կտրող գործիքների հետ զգույշ եղեք, ձեզ չվնասեք, ամեն դեպքում գերանդին սուր կտրող, այո, նշանակություն ունի, որ կարող է ինչ-որ ինքներ ձեզ վնասեք, հատկապես երեխաների հետ կապված կողքի կարգը տեսնում եմ երեխաների հետ էլ զուր եղեք, տանը փոքր երեխա ունեք, կտրող գործիքները փորձեք ավելի հեռու պահել,
Տեսնենք ինչ կասեն կարտերն ուրիշ։ Ներողություն։ Այս կտրող, հա, գերանդու հետ կտրուկ ինչ կարող է լինել, ես այստեղ տեսնում եմ տղամարդ, ես այստեղ տեսնում եմ ամպեր, տեսնում եմ ճանապարհ եւ տեսնում եմ դագաղի կարտը, մահվան կարտը ավելի շուտ։ Այստեղ կտրուկ կարող է երևի կարող եմ ասել կտրուկ տղամարդու հետ կապված կամ տղամարդկանց համար լինի այս։ Ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ։ Կարող է լինել աշխատանքի հետ կապված, կարող է լինել նաև պարզապես գործուղման մեկնելու, աշխատանքի հետ կապված նաև ճանապարհ մեկնելու, որովհետև տեսնում եմ այստեղ ճանապարհ եւ տեսնում եմ ընտրության հարցը, գնալ, չգնալ, ինչ կարող է լինել, ինչ որ խնդիրներ, որ դուք պետք է որոշում կայացնեք, աշխատանքի հետ կարող է լինել նաև, կամ գործերի հետ, եթե դուք չեք աշխատում ուրիշի համար, դուք ձեր գործերն ունեք, շատ կտրուկ հարցեր կառաջանան, որ դուք ստիպված պետք է լինեք որոշում կայացնել, եւ կարծում եմ որոշում կկայացնեք, որովհետեւ տեսնում եմ այս փոփոխության կարտը։ Այո, կկարողանաք ինչ որ մի բան կտրուկը իմիջայլոց նաև այս կարտի հետ նշանակում է ինչ որ բան կվերջանա եւ շատ կտրուկ արագ կվերջանա։ Հույսով եմ խնդիրը վերջանա, որտեվ ամպեր էին, դուք որոշում կկայացնեք վերջացնել ինչ որ բան, չեմ կարող ասել, ինչ որ պրոյեկտ եք վերջացնում։ Սա ոչ միշտ է որ ինչ որ դրական եմ տեսնում ես անկեղծ ասած, կամ ինչ որ մտքից եք հրաժարվում, կամ ինչ որ գործ էին առաջարկում, մտածում եք, կանգնած եք այսպես խաչմերուկում, մտածում եք անեմ, չանեմ, բայց այսպես կտրուկ, որովհետև այս կարտն եմ տեսնում մահվան, նշանակում է կտրուկ որոշում եք, որ ոչ չեմ անում, վերջացնում եք։ Այո, ստիպված կլինեք ինչ որ հարցով, տեսնեմ մյուս կարտերը կարող են խորհուրդ տալ, ինչ հարցի մասին է խոսքը, ինչի հետ կապված ստիպված կլինեն տղամարդիկ։ Չէ, չեմ տեսնում առանձնապես, չեմ տեսնում, այստեղ տեսնում եմ պենտակլի ասպետը, այստեղ տեսնում եմ երկուսը թրերի եւ ասպետը թրերի։ Երկու ասպետ եմ տեսնում։ Եվ էլի ընտրության կարտը երկու թրերի արանքում աչքերը կապված են, այսինքն ճանապարհ չի տեսնում։ Այո, չեմ կարող ասել անկեղծ ասած ինչ հարցի մասին է շուրջը, որովհետեւ տեսնում եմ տղամարդ սրտի տուզը կարող է լինել նաեւ անձնական հարցերում, ինչ որ ամպեր են կուտակվում, վեճեր, միգուցե խնդիրներ են լինում երկուսի մեջ եւ միգուցե որոշում են վերջացնել իրենց հարաբերությունները, սա կարող է լինել, նորից եմ ասում, եւ անձնական հարցերում եւ կարող է լինել աշխատանքային, վերջացնում եք հարաբերությունները։ Սա ամենայն հավանականությամբ աշխատանքի հետ է կապված, անձնական չի, որովհետեւ տեսնում եմ խաչը։ Խաչը լուրջ խնդիրներ, լուրջ փորձություններ են, այսպես կարող եմ ասել, եւ խաչի 6 ինձ հուշում է կլինի աշխատանքի հետ, դրանից առաջ էլ կարտերը նայում եմ, աշխատանքի հետ կապված ինչ որ խնդիրներ կլինեն եւ դուք ստիպված կլինեք շատ արագ որոշում կայացնել, իսկ կարտերը այստեղ որ նայում էի, ես կարող եմ ասել երևի թե դուք կորոշեք վերջացնել աշխատանքը։ Ինչ որ մեկի հետ երևի աշխատում եք եւ ինչ որ մեկի հետ խնդիրներ են առաջանում եւ դուք որոշում եք թողնել հեռանալ։ Ես այստեղ տեսեք, շատ հետաքրքիր է, այստեղ ասում եմ, որոշում եք թողնել հեռանալ, դե շատ տխուր է հնչում, մարդը վիճեց կամ խնդիրներ ունեցավ աշխատանքի վայրում, աշխատանք կորցրեց, հեռացավ, բայց իրականում ձեզ բարգավաճում է սպասում։ Այո, ձեզ այսինքն հաջողություններ էլ կան եւ միշտ չէ որ հեռանալը վատ բան է նշանակում։ Ուղղակի որովհետեւ շատ անսպասելի է ձեզ համար այսպիսի հարց առաջանում, դուք կտրուկ որոշում եք, թողնում գնում եք, կտրուկ ինչ որ բանի պատճառով, ինչ որ մեկի պատճառով, ինչ որ հանգամանքներ են առաջանում, բայց ես չեմ տեսնում որ դա ձեզ համար վատ է լինում։ Իրականում այս որոշումը եւ կտրուկ որոշումը եւ հեռանալը դրական արդյունք կլինի, որտեղ դուք մեկ ուրիշ տեղ կկարողանաք ավելի հաջողության հասնել, քան այստեղ եք։ Ինչ հարցի էլ որ վերաբերվի, բայց ես կարծում եմ, որ սա առաջին հերթին կվերաբերի աշխատանքին։ Փորձեմ մի քանի կարտ տեսնել, ինչ կարող է լինել։
Այո, կարող եմ ասել, այստեղ տեսնում եք 10 է պենտակլի գումարի հետ է կապած, սա հիմարի կարտն է եւ այստեղ էլ թագուհին է ջահը ձեռքին։ Այո, սա կարող եմ ասել, որ աշխատանքի հետ եւ աշխատավարձի հետ էր կապած, միգուցե գումարի հետ կապած ինչ-որ մեկը մեծ հիմարություն է թույլ տալիս իրեն ձեր հանդեպ, դուք այսպես բարկացած, հա, որոշում եք շատ կտրուկ, որովհետեւ սա կրակի նշան է, բավականին տաքայրուն են այս մարդիկ։ Կին է նկարում, բայց պարտադիր չէ, որ կնոջ մասին լինի խոսքը, կարող է լինել եւ կին եւ տղամարդ, մինչեւ այդ ես տղամարդ տեսա, բայց կարող է լինել տղամարդու պատճառով այս խնդիրներն առաջանում, երկուսին էլ կարող է վերաբերվել եւ կանանց եւ տղամարդկանց։ Կարող է, այո, դուք պարզապես բարկանում եք, խնդիրներ են առաջանում եւ դուք որոշում եք թողնել գնալ եւ այլ եմ ասում, ինչ էլ որ կամ կտրում եք հարաբերությունները մարդու հետ։ Այսպես էլ կարող եմ ասել իմիջիայլոց։ Այսպես էլ կարող եմ ասել։ Ինչ-որ մեկը ձեզ բարկացնում է, եթե դուք ձեր աշխատանքի վայրն ունեք, դուք ինքներդ գործատեր եք, կարող եք դուք ինչ-որ մեկին աշխատանքից հանել։ Այդպես էլ կարող, ինչ-որ մեկը շատ այսպես անլուրջ է վերաբերվում աշխատանքին, հա, իր գործին, սա բավականին շատ աշխատանք ունի, լուրջ պատասխանատվություն ունի, բայց շատ մարդը այսպես թեթև է վերաբերվում աշխատանքին, եւ դուք ղեկավար եք, տղամարդն էլ որտեսա կարող է պարզապես դուք ղեկավար անձ եք եւ դուք ուղղակի ինչ-որ մեկին աշխատանքից հանում եք։ Այդպես էլ կարող է լինել, պարտադիր չի ձեզ են հանում կամ դուք եք որոշում հեռանալ, ամեն դեպքում ինչ էլ որ լինի լավ է։ Լավ է լինում։ Ես կարծում եմ, սա կտրուկ չի, սա ավելի շուտ կտրել հեռացնել էր, ինչու, որովհետև սկզբում, երբ որ տեսա կայունության կարտը, այսինքն ոչ մի այստեղ կտրուկ ոչինչ էլ չի լինում։ Երևի թե խնդիրներ եղել են, կամաց ուղղակի կուտակվել են եւ մայիս ամսվա ընթացքում դրանք ուղղակի այո, կավարտվել։ Ինչ որ խնդիրներ եթե եղել են, մտածել եք, թե ոչինչ չեմ ուզում, փոփոխություն չեք ուզել, բարդացնել իրավիճակը չեք կարողացել նաև շտկել, երևի համբերել եք եւ տարել եք, տեսնեք ինչ կլինի, բայց մայիս ամսին հանկարծ կհասկանաք, որ այս իրականում այս վիճակը չի աշխատում եւ ինչ որ մեկին կհեռացնեք ձեր կյանքից։ Բայց նորից եմ ասում, ես տեսնում եմ, որ ամեն դեպքում դուք ունենաք աճ եւ հաջողություն։ Ինչ որոշում էլ կայացնեք, դուք եք հանում ինչ որ մեկին աշխատանքից կամ դուք ինչ որ մեկի վրա բարկանում եք, հեռանում եք, երկու տարբերակում էլ իրականում ձեզ համար հաջող է լինելու եւ ճիշտ որոշում կլինի։ Ես ձեզ լավ ամիս եմ ցանկանում։